հաղորդի հետ կապված ձեր արձագանքը քաղաքացիներին ինչ ունեք ասելու։ Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին 2018 թվականի փոփոխությունները մեր կյանք բերելու համար։ Շնորհավորում եմ քաղաքացիներին քաղաքացու տոնի կապակցությամբ եւ թող տոնեն, ուրախանան, նշեն։ Տեսեք, քանի որ ես տարիքով շատ փոքր եմ, ու չեմ հիշում նախորդ տարիներին մարդիկ ինչ տրամադրվածություն էին այսօրվա հետ կապված։ Դուք ինչ փոփոխություններ եք նկատում, մարդկանց դեմքին ժպիտ հայտնվել է թե ոչ։ Ինչ տարբերություններ եք տեսնում ՀՀ քաղաքացու։ Փոփոխությունները 2000, քանի որ տոնը նշվում է 2018 թվականից սկսված որպես այդպեսին, փոփոխությունները իհարկե նկատելի են եւ դա չնկատելը մեղմ ասած քաղաքական կամ քաղաքացիական կուրություն կլինի։ Ակնհայտ են փոփոխությունները դեպի դրականը, կա ակնկալիք օրվա իշխանություններից գործող եւ հույս ունենանք, որ նախընտրական ծրագրերի մեջ իբրև դրույթներ հանգրվանած կետերը ի վերջո իրականություն կդառնան։ Տեսեք, շատ ընդդիմադիրներ խոսում են նաև այն մասին, որ այս միջոցառումը ունի կոռուպցիոն ռիսկեր։ Կապված թե անվանել, որ խաղաղության ձայնն է։ Դուք այս առումով ինչ պատասխան ունեք տալու։ Կոռուպցիոն ռիսկ, որն է կոռուպցիոն։ Որ անունը հենց կոչվում է։ Վայ ընդդիմադիրներին եթե լսենք, թոշակառուի թոշակ բարձրացնելը կոռուպցիա է։ Աշխատողների աշխատավարձ բարձրացնելը կոռուպցիա է։ Բայց սեփական թիմակիցներին քյաբաբի տեսքով կաշառք բաժանելը կոռուպցիա չի։ Տարիներ շարունակ կոռուպցիայի մեջ թաթախված լինելը դա իրեն չեն տեսնում։ Որն ասեմ, որը թողը։ Որն ասեմ, ով է այդ ասողը, կարելի է իմանալ։ Բելարուսամետ օլիգարխն է այդպիսի բան ասում, Կալուգացի օլիգարխն է այդպիսի բան ասում։ Բայց Ռոբերտ Քոչարյանը կոռուպցիայի մարմնավորում նա է այդպիսի բան ասում։ Որն է այդպիսի բան ասում։ Տեսեք, դուք նշում եք օլիգարխներ, բայց Նիկոլ Փաշինյանը նշում է, որ Հայաստանի Հանրապետությունում օլիգարխներ չկան։ Եկեք ես մի փոքր արդեն քաղաքագիտորեն ասեմ։ Այն բիզնեսմենը, որ հայտ է ներկայացնում քաղաքական գործընթացների մեջ ազդեցություն մինիմում ունենալու, այն բիզնեսմենից վերածվում է օլիգարխի։ Հիմա Գագիկ Ծառուկյան խոշոր սեփականատերը օլիգարխ դառնալու ճանապարհին է։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է։ Քաղաքագիտության առաջին, երկրորդ կուրսի յուրաքանչյուր ուսանող ձեզ աքսիոմատիկ ճշմարտության մասին կարող է բարձրաձայնել եւ տեղեկացնել։ Ով ասում որ չկան։ Առնվազն մի բելարուսամետ խոշոր սեփականատեր կա իդեմս Գագիկ Ծառուկյանի, որ օլիգարխ դառնալու ճանապարհին է, փորձ է կատարում այդպիսի։ Կալուգացի մի մեծահարուստ կա, որ առավոտից երեկո ֆեյք իրականություն է իր շուրջ ստեղծել, թե բա հաջորդ վարչապետը ինքն է։ Կներեք, օլիգարխը այստեղ չի կարող վարչապետ լինել։ Առավել եւս Կիպրոսի եւ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Պուտինի երկրում հարստացած մեծահարուստը առավել եւս չի կարող այստեղ վարչապետ լինել։ Անկախ նրանից, թե ում ինչքան փող են տալիս, քանի անգամ որ սոցիալական հարթակում քանի անգամ գրվում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը։ Փոփոխությունները կան, նկատելի են եւ այդ չկատարված աշխատանքների մեջ, որ ինձ համենայն դեպս հիասթափեցնում է, օրինակ Ռոբերտ Քոչարյան քաղաքական դիակը վերածվել է քաղաքական գործոնի եւ ընտրությունների մասնակցում։ Սա խնդիր է ինձ համար։ Դուք նշեցիք Ռոբերտ Քոչարյանի մասին, բայց Ռոբերտ Քոչարյանը ասել է, որ նա փոշմանում է, որ իշխանությունը փոխանցել է Սերժ Սարգսյանին։ Այդ արդեն իմ խնդիրը չի, այդ արդեն սիամական երկու զույգերի խնդիրն է, Քոչարյան, Սերժ Սարգսյան, ու ես սիամական զույգեր եմ համարում։ Դա իրենց խնդիրն է։ Կներեք մարտի 1 Սերժիկի համար իրականացրած Ռոբերտ Քոչարյանը մեզ ուզում է համոզի, որ ինքը սխալվել է։ Սերժն էլ ուզում է համոզի, որ ինքն էլ երևի սխալվել է, որ Քոչարյանի ձեռքից մարտի 1-ի մարդկանց դիակների վրա քայլելով իշխանության է եկել հասել։ Լուրջ հավատում եք այդպիսի բեմականացված բաների։ Գյումրին ձեզ դաշ չեղավ։ Մարտուն Գրիգորյանը Վարդան Ղուկասյանին, նույն ինքը Վարդանիկին պապենական թշնամի էր համարում։ Բայց երբ որ եկավ պահը եւ ստացան համապատասխան զանգը, համապատասխան նկուղից, իրենք գործեցին ըստ պլանի։ Հիմա դուք ուզում եք ինձ համոզեք, որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան զույգը սիամական զույգ չի։ Ես ոչինչ չեմ փորձում ապացուցել։ Տասնամյակներով Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտը բռնաբարած
երկու դեմքերը իրար հետ կապ չունեն, լուրջ եք ասում։ Սերժն է լուրջ ասում, թե Քոչարյանն է լուրջ ասում, կարելի է հասկանալ։ Խոսեցիք նաև Գյումրիի մասին, ենք ասում են, որ այստեղ նաև Գյումրի երկուս է լինելու, որից որ ներկա իշխանությունները վախենում են։ Կիրիենկոյի Մուրազը եւ Կիրիենկոյի ծառաների, տեղական ծառաների Մուրազը փորներում է մնալ։ Ու քաղաքացու համը պատկերավոր ձեզ ավելի կարող եմ ասել, սակայն էթիկետը չխախտեմ։ Մնալու է իրանց բերանում ու կոկորտում։ Շնորհակալ եմ շատ եւ օրվա հետ կապված առավոտյանից էստեղ եմ, բայց տեսեք կոչվում է խորովածի փառատոն, բայց ոչ մի խորովածի հետ կապված երաժշտություն չի հնչել։ Խորովածը շատ լավ բան է, տուտույն եք ուզում լսեք, այնտեղ կենթանի երաժշտություն կա, կարող եք դիմել իրենց, կարող են ապահովել։ Մենք կարող ենք դուք ուզում եք արդյոք լսել նման։ Ես առհասարակ ամեն ինչ եմ լսում, անուշ ախպեր երգից սկսած մինչև Բիոնսե ես լսում եմ։ Իսկ ամերիկին լինելու եք, որպեսզի մնացած երաժշտությունները վայելեք։ Հնարավորության սահմանում իհարկե կփորձեմ լինել։ Այսօր տոնա ժողովուրդ ջան, ուրախացեք, այդքան ինչ կապ ունի Էստոնի հետ Քոչարյանը կամ Սերժը, ես էդ էի ուզում հասկանալ, էլի։ Մենք մերժել ենք Սերժին, որ Էստոնը ձեռք ենք բերել։ Հիմա այս Ազիզորով ներողություն արտահայտությանս համար մեկ հարց էս Ազիզորով տամ, շատ էլի ընդդիմադիր գործիչներ, ընդդիմադիր քաղաքացիներ նշում են, որ 3 եղերներ, այսօր նման ուրախ տոն է կատարվում ու իրենք չեն համապատասխանում, ասում են, որ չի համապատասխանում այս երկու օրերը, երբ որ հաջորդում են իրար։ Ձեր կարծիքը, արդյոք ճիշտ է ցեղասպանության զոհերի հիշատակի հաջորդ օրը իրականացնել նման միջոցառում։ Ձեր ծնունդը երբ է։ Հուլիսի 30-ին։ Արդյոք ճիշտ է հուլիսի 30-ին ձեր ծնունդը մեծ շուկով նշել, թե ոչ։ Որովհետև ցեղասպանության օրից առնվազն մի քանի ամիս հետո ձեր ծնունդն է։ Ներողություն, ցեղասպանությունից հետո այս ազգն ու այս ժողովուրդը պետք է մտածի ապրելու մասին։ Ու այս տոնը հենց ապրելու մասին։ Ես իրենց խոսքից մեկ մեջբերում անեմ, որ փորձում են Ներողություն, ես եթե այդ խոսքը արտահայտողները իրենց շուն ու շանգյալի մեջ վերագրած շրջանակն այդպիսի միտք արտահայտում։ Ես թույլ տվեք շուն ու շանգյալների արտահայտությունը կամ արտահայտած մտքերը չմեկնաբանեմ։ Այդ պետք է հասկանանք, որովհետև ընդդիմադիր շրջանակում կան ընդդիմադիրներ, կան շրջանակներ, որոնք իրենց ընդդիմադի պատմուճանով տեղավորել են շուն ու շանգյալների ճամբարում։ Այդ պետք է հասկանալ։ Ես շուն ու շանգյալներին չեմ մեկնաբանում։ Իսկ քաղաքացիների արտահայտությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, պատվարժան քաղաքացիների արտահայտած մտքերին օրվա հետ կապված ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եւս մտածում են, որ ապրիլի 24-ից հետո մեր յուրաքանչյուր օրը պետքա լինի ապրելու մասին։ Յուրաքանչյուր օրը պետքա լինի ապրելու մասին։ Այլապես այս ազգը տասնամյակներով ողբում է։ Ու վերջը մոռացության տամ։ Չէ, մոռացության չենք կարող տալ։ Դա առնվազն անբարոյականություն կլինի մոռացության տալը։ Որևէ մեկը մոռացության տալու մասին չի խոսում։ Ոգեկոչել, հիշել, խոնարհվել նրանց հիշատակի առաջ եւ իլուր աշխարհի հայտարարել, որ հայը ապրում է ու ապրելու է։ Ու հենց սրա մասին է։ Հակառակ պարագայում ապրիլի 25-ին էլ ոչ ծնունդ կանեք, ոչ կնունք կանեք, սիրելի հայրենակիցներ։ Ապրիլի 26-ին էլ չանեք, 27-ին էլ չանեք, մայիսի 1-ին էլ չանեք։ Ճիշտ էր մայիսի 9-ին եռատոն նշել է այդ դեպքում։ Ապրիլի 24-ից մի քանի օր հետո էր էլ իրանց տրամաբանության։ Ապրիլի 24-ը հիշատակի օր է, սա քո օր չէ, հիշատակի օր է։ Իսկ մեզ մոտ կա թյուր ըմբռնում եւ թյուր ընկալում, որ դա սա քո օր է, դա հիշատակի օր է։ Մենք խոնարհվում ենք մեր 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակի առաջ, հիշում եւ ոգեկոչում ենք նրանց հիշատակը ու դրանից հետո յուրաքանչյուր օրը մեր ապրելու մասին։ Ոնց անենք, որ մեր հաջորդ օրը լավ լինի։ Ոնց անենք, որ հերթական անգամ աշխարհաքաղաքական կենտրոնները մեր գլխին նոր ցեղասպանություն չփաթաթեն։ Իսկ որևէ մեկի մոտ հարց առաջացավ այդ միտք արտահայտող այսպես կոչված ընդդիմադիրների մոտ։ Որտեղից սկսվեց ցեղասպանությունը։ Աշխարհաքաղաքական որ կենտրոնում գծվեց դա։ Լավ Թուրքիայի դրոշ այրող դաշնակները պատրաստում են ի վերջո պահանջ ներկայացնել, օրինակ ռուսական արխիվները բացելու մասով։
Մենք նորեն շրջելու ընթացքում Գևորգ Պապյանին միկին մոտեցավ ու ցույց տվեց այդ ռուսական արխիվներից մի քանի հատված, որոնք որ իր ձեռքում կար։ Գևորգ Պապյանը իհարկե նկարեց, որ դրանք ուսումնասիրի, սակայն դա իրականացվել է մի շարք քաղաքացիների կողմից։ Տեսակ քաղաքացիների քանակը ինձնից վստահ եմ ավելի լավ։ Ես ձեզ ասեմ ավելին, Հայաստանի Հանրապետության վարչապետը, երբ որ փորձ էր կատարում ցեղասպանության թեման հանրային քննարկումների տիրույթ բերելու եւ դա խորությամբ ուսումնասիրելու մի հատ այնպիսի վայնասում բարձրացեցին այդ վայ ընդդիմադիրները, կարծես թե Հայաստանի Հանրապետության վարչապետը ուրացման մասին էր խոսում։ Ոչ, պատճառների։ Մենք պատճառը թողած, ընկել հետևանքի հետևից ենք վազում ու փորձում ենք այս հանրությանը հակաթուրքականության այդ բանով սերմանել ու ընդդեմ Թուրքիայի տրամադրել հարաբերություններ ում ա ձեռնը դուք կարող եք ասել։ Կարող է պարզվի օրինակ որ տարածաշրջանում դարերով իր արյունոտ սապոկը տեղավորած Ռուսաստանի Դաշնությանը ձեռք չի տալիս կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ։ Կարող է այդպես պարզվի։ Կարող է պարզվի որ օրինակ բոլշևիկները ունեցել են մասնակցություն հանցավոր հայոց ցեղասպանության մեջ։ Կարելի է դա քննարկել առհասարակ թե ոչ։ Ես հիմա կարող եմ լուրջ հանցագործություն եմ գործում, ժողովուրդ ջան, որ դա քննարկում եմ ուղղակի, բարձր դրա մասին մտածում եմ առնվազն։ Երբ որ այսպիսի բաներից է խոսվում, դուք լրագրողները փորձում եք, չգիտեմ, մի բաժակ ջրում փոթորիկ մանգալ։ Նաև այսպիսի մի արտահայտություն պետք է անեմ, որ էլի շատ եմ նկատել, էլի ընդդիմադիր դաշտում, որոնք որ արձանագրվել են, Նիկոլ Փաշինյանը, երբ որ հայոց ցեղասպանության մասին ուղերձ է արել, ավելի շատ օգտագործել է մեծ եղերն արտահայտությունը, քան հայոց ցեղասպանություն արտահայտությունը։ Ձեր էլի կարծիքը այս մասով։ Ու ասել են, որ խուսափում է հայոց ցեղասպանություն արտահայտությունը օգտագործելուց։ Նիկոլ Փաշինյանը։ Լսեք, ես խորհուրդ եմ տալիս իրենց ակնաբուժի դիմել առաջին հերթին։ Հետո ականջները անպայման տնական կամպոտով լվանալ ու վարչապետի բոլոր հայտարարություններին ուշադիր լինել։ Առնվազն խորհուրդ եմ տալիս ականջները տնական կամպոտով առաջին հերթին լվանալ, գնալ դիմել ակնաբուժի, որպեսզի իրականությունը տեսնել։ Քանի անգամ է վարչապետը ցեղասպանություն բառը բոլոր հնարավոր ու անհնար առիթներով արտահայտել։ Չեք լսել, չեն լսել։ Այնքան այդ աղբը լցվել իրանց ականջները, որ խցանում է առաջացել։ Տնական կամպոտ այս դեպքում կօգնի, որոշների դեպքում նաև տնական արաղ կարող